Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, ահա եւ կրկին հանդիպում ենք աստղային ալբոմի եթերում։ Այս երեկո մեր տաղավարում հյուրընկալել ենք մի երիտասարդ եւ հմայիչ երգչուհու, ով հատկապես աչքի է ընկնում իր լավատեսությամբ եւ անսպառ եռանդով։ Դիմավորեք Սյուզի Մելիքյան։ Բարի երեկո Սյուզի։ Ողջույն Մայա ջան։ Ինչպես է տրամադրությունը։ Հիանալի, որովհետեւ ձեր մոտ էսպես ռոմանտիկ միջավայր, գեղեցիկ Մայան եւ ամեն ինչ հիանալի։ Շնորհակալ եմ։ Սյուզի, դու այսքան երիտասարդ ես, բայց արդեն հասցրել ես կարողացել ես մուտք գործել շոու բիզնեսի բարդ եւ խոչընդոտներով լի բնագավառը։ Այդ մասին այսօր անպայման կզրուցենք մի փոքր ավելի ուշ։ Իսկ այժմ կուզեմ, որ պատմես քո մանկությունից։ Իմ մանկությունը անցել է շատ հետաքրքիր, շատ անհոգ։ Ծնվել եմ ուրեմն մայրս ջութակարուի, հայրս իրավաբան։ Հաց մենք ապազորդ դու մեր էսուր և թող մեր զպատիս մեր տեսե մեկ թողունք մերոտ պատապանած հեյմի տանձ մեզի փոչություն այդ կյալ մեզ չարեն։ Ծնվել մեծացել եմ ավանդական ընտանիքում, Կարծում եմ երկուսից էլ մի փոքր վերցրել ես մասնագիտական ունակություններից։ Իհարկե, մայրս ջութակար է, շատ երաժշտությունից լավ հասկանում է եւ ամեն հարցում ինձ օգնում է իհարկե։ Համերգների մասնակցել ես դպրոցական տարիներին։ Այո, մասնակցել եմ իհարկե շատ համերգների, միջոցառումների, դպրոցում երբ կազմակերպում էին, միշտ ես մասնակից էի այնտեղ։ Հաճախում էիր դպրոց երաժշտական։ Դպրոց հաճախել եմ Սայեդնովայի անվան դպրոցը, այդուհետ դրանից հետո արդեն պարապել եմ տարբեր մասնագետների մոտ։ Դաշնամուրի բաժնում ես։ Այո, Դաշնամուրի բաժնում տարբեր մասնագետների մոտ եմ պարապել։ Շատ հետաքրքիր ու անհոգ մանկություն եմ ունեցել, որը որ այսօր հիշում եմ շատ անգամներ եւ կուզեի վերադառնալ այնտեղ։ Կարծում այնքան էլ վաղ անցյալում չի եղել քո մանկությունը։ Իհարկե, վաղ անցյալում չի եղել, բայց երբ որ տարին տարու վրա ավելի ես մեծանում, ավելի գնահատում ես քո մանկությունը, քո անցած օրերը։ Քույրիկ ունես։ Այո, արտաքնապես բավական նման եք իրար եւ հաճախ ձեզ տեսնում եմ միջոցառումներին, հաճախ միասին եք ներկայանում, մտերիմ եք։ Իհարկե, քույրս իմ երկրորդ կեսն է, քրոջս հետ կապված յուրաքանչյուր խնդիր կիսվում եմ, յուրաքանչյուր հարց քննարկում ենք։ Ընկերուհիներ եք։ Այո, ընկերուհիներ ենք, 4 տարի ինձնից փոքր է, բայց երբեք չես ասի, որ տարիքով փոքր է, նա շատ հասուն է մտածում եւ Փառք Աստծո, ես այսօր քույր ունեմ եւ իհարկե ընկերուհիներ էլ ունեմ, բայց յուրաքանչյուր խնդիր քրոջս հետ եմ կիսվում։ Я тебя найду одна, я тебе спою о снах, я тебя так жду, а ты просто мечты, ты лишь мечты. Սովորել ես երգի պետական թատրոնում, մի որոշ ժամանակահատված։ Որ տարիներն էին, որքան ժամանակ սովորեցիր։ Երգի պետական թատրոնը դա այն մեծ դպրոցն էր, որը որ ինձ կյանքում շատ օգնեց կայանալու համար որպես երգչուհի եւ իհարկե մինչ այդ Նադեժդա Սարգսյանի մոտ եմ սովորել Դորեմիում, բայց երգի թատրոնը ավելի վաղ հասուն տարիքում էր, որը որ ավելի շատ կարևոր է, հա, երգչուհի դառնալու համար, այո։ Եվ երգի թատրոնում սովորեցի մի քանի տարի, այդպես եւ շատ մեծ դպրոց էր, որ ես զգացի, որ ես կայացած եմ թե որպես երգչուհի, թե որպես բեմական անձ,
որը որ բեմում կան շատ մանրուքներ, որոնք որ պիտի լինի։ Այժմ ինչ երաժշտություն ես լսում ազատ ժամանակ։ Լսում եմ Lionel Richie, Richard Marx։ Իսկ ո՞րն է քեզ համար մակարդակով երաժշտությունը։ Կարծում հետաքրքիր կլինի նաև մեր հեռուստադիտողին իմանալ թե նոր սերնդի ներկայացուցչի համար ինչ է ասել մակարդակով որակյալ երաժշտություն։ Երևի դա այնն է, ինչը որ մեր արվեստն է, հա, մեր արվեստը, որը որ ժողովրդական եմ նաև լսում շատ Շարյան Սայեդնովա, Լեյլի, Իմիջալոց ժողովրդական երգեր նույնպես սպասվում են Շերամ իմ կատարմամբ։ Այդպես շատ երգեր կան արտասահմանյան եւ հայկական, որոնք որ հաճախ լսում եմ։ Սյուզի, իսկ ինչպես ստացվեց, որ ընտրեցիր բոլորովին այլ մասնագիտություն։ Դիվանագետի մասնագիտության Եթե չեմ սխալվում, բոլորովին վերջերս ես ավարտել ռուս-սլավոնական համալսարանը։ Այո, ռուս-սլավոնական համալսարանը ավարտեցի 2009 թվականին։ Ճիշտն ասած, բացի երգչուհի լինելուց ես ուզում էի շատ կրթված երգչուհի լինել, որովհետև այսօր հիմնական մեծ մասը մեր երգչուհիների կոնսերվատորիա են սովորում։ Ճիշտն ասած, ես կոնսերվատորիայի այդ ամենը կողքից, հա, տարբեր մասնագետների մոտ պարապելով ես կարծում եմ, որ քաղեցի։ Մասնավոր պարապմունքների միջոցով։ Այո, ինձ համար քաղեցի եւ որոշեցի դիվանագիտությամբ նաև զբաղվել, այո, որովհետև թե լեզուներ ես ուսումնասիրում եւ թե շատ ավելի կրթված ես լինում միջազգային ասպարեզի հետ կապված միջազգային քաղաքականություն, շատ լուրջ դիվանագիտություն միջազգային, այո։ Այո, շատ բարդ էր իհարկե, ես երբ որ այդ ժամանակ սովորում էի։ Հաճիկով ես սովորել հաճախել դասընթացում։ Շատ հաճիկով, իհարկե բացակայել եմ նաև, բայց իմ շատ սիրելի դասախոսը եւ պարոն Դարփինյանի ղեկավարմամբ, հա, բոլորը հասկացել են եւ այդպես։ Ներողամիտ էին գտնվում, եղել, իհարկե բացակայություններ եղել են։ Այդ ժամանակ արդեն նկարահանում էիր քո տեսահոլովակները ուսանողական տարիների ընթացքում։ Ճիշտն ասած, տեսահոլովակները շատ ավելի վաղ տարիքից են եղել, մինչև համալսարան ընդունվելը։ I am blessed 'cause I'm in love. It has been given me from above. It's so wonderful, it's so wonderful. I've been blessed from heaven above. I am blessed 'cause I'm in love. It has been given me from above. It's so wonderful, it's so wonderful. I've been blessed from heaven above. Next when I'm alone, though, can I bear? I hear gentle blessings on the back of my hair. What's so bad? To hear what I sound. Oh, I gotta tell her that I am in love. I know what you hold to, what you prove my love. Only with you, I felt so good. 16 տարեկանում ունեցա տեսահոլովակ, որ արդեն կարծում շատ կարևոր է։ Շատ վաղ հասակից երգչուհու համար կարծում եմ։ Իսկ որ տեսահոլովակն ես համարում կամ միգուցե որ երգն ես համարում հիմնականը քո կարիերայում, որտեղից եւ սկսվեց քո հետագա գործունեությունը, միգուցե քո ճանաչումը արդեն Բոլորն էլ հա ինձ հոգեհարազատ են, քանի որ յուրաքանչյուր տեսահոլովակի մեջ ես ինքս իմ կերպարն եմ ներդնում, ինքս իմ սերն եմ ներդնում։ Եվ այդպես երևի ամենասիրելի իմ տեսահոլովակներից Հրաչ Քեշիշյանի նկարահանած տեսահոլովակներ, Վարմեն լույսերը, Մանե Հակոբյանի երգը։ Yes, եւ դու երազներից ով ենք, yes, եւ դու արևի բաշխով ենք, yes, քոնեմ տեսեր իմ yes, yes, ես սիրում եմ քեզ, գերեցին իմ առաջքերը քեզ, գերեցին իմ համբուրները դու իմ գերին ես, եւ yes, yes, yes եմ քո սերը։ Թող վարվեն լույսերը, թող մարեն լույսերը։ Որը որ 2 ամիս անդադար եղավ առաջին տեղում երաժշտականների, այո։ Դա էր 17 թե 18 տարեկան էի այդտեղ եւ կարծում դա արդեն մեծ ձեռքբերում էր ինձ համար այդ տարիքում ամիսներ շարունակ լինել առաջին տեղում։ Առաջին հորիզոնականն իհարկե։ Թվով քանի տեսահոլովակ ունես այժմ։
7-8 տեսահոլովակ։ 7-8 տեսահոլովակ եւ իհարկե արդեն պատրաստում եմ 2 նոր տեսահոլովակ, CD նաեւ։ Քո առաջին ձայնասկավառակն է, ճիշտ է լինելու։ Այո, իհարկե ձայնասկավառակի ուշացումը դա կապված էր իմ, ինչպես ասում եմ, սլավոնական համալսարանում սովորելու հետ կապված, որովհետև շատ էին ծանրաբեռնում եւ ես գտնում եի, որ ուսումը նույնպես կարեւոր է, դրա համար չէի հասցնում CD-ի վրա աշխատել, այժմ ես նաեւ ազգային ժողովի գործից եմ մի փոքր հետ կանգնել, որպեսզի հասցնեմ իմ շատ սիրելի հանդիսատեսին իմ երգերը մատուցել։ Քո հետագա գործունեությունը որ ուղղությամբ ես պատրաստվում ծավալել, քո մասնագիտական թե երգարվեստում։ Իմ հետագա ուղղությունը ճիշտն ասած շատ բազմազան է եւ ես պահ է գալիս, երբ այսպես խառնվում եմ, թե որը ընտրեմ, որ ուղղությամբ գնամ, բայց երևի թե երգը, որովհետեւ ես երգով ապրում եմ եւ երգ կատարելիս անգամ ես զգում եմ, որ դա այն է, ինչով որ ես շնչում եմ, ինչով որ ես ապրում եմ, դրա համար իհարկե դիվանագիտությունը անպայման կլինի, բայց երգը լինելու է հիմնական, որովհետև ես երբ որ դիվանագիտությունն եմ փորձում ներգրավել այդ ամենի մեջ, զգում եմ, որ երգը շատ ավելի տուժում է։